Բարի օր ժողովուրդ ջան, հարազատներ ջան, ինչ տեսնիք մենք էլի Գյումրիում ենք, ու նայեք ինչ հետաքրքիր բան կտանք։ Խելառների ազգային կենտրոնի թանգարան, ուրախ Գյումրի։ Այս մենք Բարբեդաց փողոցի վրա ենք, էլի, հենց մեր կողքին։ Մտնենք նայենք ինչ կա ստեղ։ Խելառնոց Դուրդոմ, գնացինք Դուրդոմ։ Բարև ձեզ, կարելի է։ Ահա։ Բարեկամս խելառների ազգային կենտրոն, սիրելիներս Բարև համեցեք։ ձեզ։ Եթե կուզենայիք մի քանի րոպեում գյումրեցիներ դառնալ, ուրախանալ, զվարճանալ, հին ու նոր պատմություններ, անեկդոտներ, ծիծաղի հայտնիներ, խնդրեմ դուք եկել եք ճիշտ վայրը, խելառների ազգային կենտրոնը։ Իմ սիրելի հյուր, պարոն Արտաշ, այսօր մեր թանգարանում շատ հետաքրքրություն է եկել, այցելելու ես այսօր տեսա։ Կուզենամ մի քիչ ներկայացնել մեր թանգարանի պատմությունը եւ ներկայացնել, թե ինչպես է ստեղծվել մեր թանգարանը։ Շատ հետաքրքիր թանգարան է մեր թանգարանը, մենք ունենք բազում այցելուներ, մենք ստեղծվել ենք մի 2 տարի առաջ, շատ գաղափարի հեղինակը շատ հետաքրքիր մարդ, շատ հետաքրքիր գյումրեցի, ում գլխում ծնվել է հետաքրքիր միտքը գյումրեցիների հիշողությունների պատառիկից ստեղծել մեր փոքրիկ թանգարանը։ Ասեմ, որ թանգարանը շատ հետաքրքիր է իր ինքնատիպությամբ։ Թանգարանը մեր քաղաքի հին ու նոր խենթերի մասին է, որոնք մի քիչ եւ տխրություն եւ ուրախություն են պատճառում։ Հա, խելառներ ունեցել եք։ Այո, խելառներ շատ ենք ունեցել։ Ես հիմա մի քիչ կբացատրեմ, թե ինչ ասել է խելառ գյումրեցու համար, շատ փոքրիկ այսպես էքսկուրսիային հատված կիրականացնենք միասին, որպեսզի ձեզ էլ հասկանալի լինի, թե ուր եք մտել։ Ասեմ, որ տարբեր երկրներում տարբեր ձևի են ասում խենթերին։ Օրինակ, ռուսներն ասում են դուրակի, անգլիացիներն ասում են crazy, իսպանացիներն ասում են loco, իսկ գյումրեցիներն ասում են, ինչպես են ասում գյումրեցիները։ Սայլուկ։ Աբրի, գյումրեցիներն ասում են Սայլուկ։ Ու եթե ինչ-որ մեկը երբևիցե ձեզ կասի սայլյուգս, ուրեմն դա սիրող խոստովանության նման մի բան է։ Ասեմ նաև, որ հայոց այբուբենը սկսվում է ա տառով, իսկ գյումրվա այբուբենը սկսվում ու վերջանում է գ տառով։ Ես ձեզի սիրեմ գ, գուրգուրեմ գ, համբյուրեմ գ, ժտեմ գ։ Իսկ մեր թանգարանում լավագույն բառը դա խելռիմ գ։ Ես ձեզի համար խելռիմ գ։ Շատ շնորհակալ ենք, զգացված ենք։ Մեր թանգարան։ Տեսակ ժողովուրդ ջան, հա, շատ շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Մեր երկու բառ կարելի է պրոստոր մեծ սիրով կներկայացնենք նաև մեր հերոսներին։ Տեսեք, մենք ունենք այստեղ իհարկե բոլոր խենթերի մասին մենք չենք կարող այսպես թանգարանը լցնել։ Ասեմ, որ հանրագիտարաններում եւ գրքերում չկան մեր հերոսների մասին ոչինչ գրված։ Սրանք մեր հիշողությունների, մեր համակարգացիների հիշողությունների պատառիկներն են, որոնք մենք այսօր հավաքել ենք եւ ներկայացնում ենք մեր հաճախորդներին, սիրելիներս։ Ասեմ, որ այստեղ ունենք Համալ Մկոյի, Կուբի բռնող Վալոդի, Պավիժի, Կուբի բռնող Վարագի, մեր խելառ Շիրինի, Քիթ Արմենակի եւ հանրահայտ Օրորդ Վարսենիկի նկարները, ինչպես նաեւ ոտը կտրած Սիմոնը, խելառ Ալդոն, խելառ Սարգսի պատմություններն ենք պատմում։ Եթե մեզ դիտում են հիմա գյումրեցիները, յուրաքանչյուր գյումրեցի իր հոգու մեջ ունի իր փոքրիկ խենթը, ունի իր սայլյուկը, հիմա կհիշի, կվերհիշի, կծիծաղեն անպայման, այո, երբ չի եղել ոչ չունենք, երբ չի եղել մեր կյանքում ինտերնետը, չի եղել հեռուստատեսությունը, հենց այս մարդկանց շնորհիվ էր Գյումրին այսպես հավաքվել է, Գյումրին ասել է, խոսել է, պատմել է։ Էստրադի, էլի։ Այո, այսպես զվարճացել է Գյումրին մեր խենթերի պատմություններով։ Ասեմ, ինչու համար են իրենք մեզ համար շատ կարևոր։ Հիմա կարծում եք, թե բա մեզ պետք էր, ասենք Շիրազու Իսահակյանի կողքին այս թանգարանը, մեզ պետք էր։ Ասեմ, որ Գյումրին աշխարհի ամենամարտասեր քաղաքն է։ Ու միայն Գյումրիում է, որ մեր սեղանի շուրջ կարող եք հանդիպել հայտնի խենթին, հայտնի բանաստեղծին, հայտնի գրողին, հայտնի սպորտսմենին, նաև հայտնի խենթին, ու դրանով էլ պայմանավորված է, որ մեր քաղաքը ամենամարտասերն է, եւ նաև մեր թանգարանը ամենամարտասեր թանգարանն է, ու եւ նաև ունենք մի գաղափար, որ Գյումրին այսօր ապրում է, ես կամ փորձությունների դիմացել է, որովհետեւ կարողացել է ծիծաղել։
եւ միայն եւ բանաձևը հաղթելու, ապրելու, արարելու միայն ծիծաղն է, հումորն է եւ վերապրելու մեր այս մեծ ուժը մենք կցանկանայինք այսօր փոխանցել նաեւ ամբողջ հայոց աշխարհին։ Ծիծաղեք սիրելիներս, միայն ծիծաղը կարող է փրկել մեզ։ Ճիշտ է։ Շատ շնորհակալություն։ Մի հատ կարելի է օբշի բանը զալը ցույց տամ էլի։ Թե ցույց տա կարող եք նկարահանել ու եթե մի քիչ էլ այսպես կարող է խոսքս խրտին լինի, որովհետև էկսկուրսը չեմ վարում, ամբողջական էկսկուրսը կցանկանամ իմ սիրելիներ, որ այցելեք եւ դիտեք եւ ամբողջ էությամբ զգալ մեր Շիրազի թանգարանի մոտ նույն Խաչմերուկին է մյուս կողմից էլի ժողովուրդ ջան։ Խաչմերուկում է, համեցեք իհարկե մենք չենք մրցում մեծն Շիրազի թանգարանի հետ եւ Իսահակյանի եւ մյուս թանգարանների հետ, բայց կուզենայինք որ մեր սրտի խոսքը նույնպես լսելի Շատ կալարիտնի տեղ է, ես խորհուրդ կտամ սաղի Եվ կփորձեմ ես ձեզ պատմել մեր հերոսների մասին, բայց թող գաղտնիք մնա մի փոքրիկ կպատմել եմ արդեն ձեզ համար հետաքրքիր կլինի։ Եկեք, քանի որ մտել եք մեր թանգարան եւ ուրախ ծրամադրություն պարգևելու համար ձեզ մի երկու փոքրիկ այսպես անեկդոտ պատմեմ, թող մեր հետևորդները լսեն եւ հասկանան թե ինչ հետաքրքիր վայր է ու երբ այցելեն Գյումրի անպայման գան նաեւ Խելառների ազգային կենտրոն։ Օրինակ Պոլոզ Մուկուչ եւ Ծիտրո Ալեք, խնդրեմ։ Մեր հանրահայտ այստեղ ունենք նաև Պոլոզ Մուկուչի եւ Ծիտրո Ալեկին են պատկերված։ Դե արդեն բոլորս էլ հայտնի մեր Պոլոզ Մուկուչը, ներկայացնելու կարծում եմ չունենք, ինքը ամենահայտնի գյումրեցիներից մեկն է։ Պոլոզ են կոչել բարձր հասակի համար, իսկ Ծիտրո Ալեկին են կոչել այս շատ հայտնի մարդուն, որովհետև աղավնիներ է պահել ու ամեն անգամ աղավնանոցից դուրս գալուց առաջ շալվարի փաչեկը ձեռդի մեջ կորաձեռ է։ Ենքան ջել ձեռդոտ, մինչև մագանունը մնացել է Ծիտրո Ալեկին։ Իսկ այս մոտոցիկլետը ինչի է որ։ Առանձնահատուկ պատմություն չունենք, չգիտեմ, բայց այսպես հատուկ մեր մոտ դրված ինչի համար, չէ, ինքն էլ իր խորհուրդն ունի, որտեղ մեր թանգարանում յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի։ Գիտեք, որ ֆայտոնը համարվում է Գյումրվա խորհրդանիշներից մեկը։ Սա էլ մեր Խելառնոցի թարսուշիտակ ֆայտոնն է, որի վրա մեր երիտասարդները նստում են եւ կատարվում են իրենց երազանքները, այսպես բոլորը մի մասում կոչվում են։ Երազանքի մոտոցիկլետ։ Սա մեր երազանքի մոտոցիկլետն է։ Մի հատ պես կինո եկար, քիշեք, գոնշիկ միշտի կարդի կոչվում։ Նախկին այո սովետնույթը։ Ինչ ազգ է, Պոլոզ Մուկուչին հարցնում է մի ռուս գյումրեցի, որքան գիտեմ նման ազգ չկա, կա դրուկ ջան, ադիք հայն է որագի նշանով, ուրեմն սիրելի հյուրեր իմացեք, որ եթե գլոբուզի վրա մե հայմ էլ մնա, ադի հաստատապես պդի գյումրեցի եղնի։ Ինչ անեկդոտ պատմեմ, ընկեր Մարգոյի Վարդանիկի մասին պատմեմ ձեզ։ Ընկեր Մարգոն Վարդանիկին ասում է. Քրիստոս հայրավ իմ մեռելոց։ Վարդանիկը չգիտե ինչս է, երկար մտածելուց հետո ասում է. հալալ եղնի իրան։ Ուրեմն հալալ լինի նաև ձեզ, որ մտակում եք թանգարան։ Ես մեծ սիրով ուզում եմ նաև ձեզ ասել, որ մեր թանգարանում անեկդոտները շատ են ու տարբեր ոճի են, սիրելիներս։ Յուրաքանչյուր տարիքային խումբ իր համար կարող է գտնել այստեղ մի համով, ֆոտո, հետաքրքիր պատմություն։ Օրինակ դուք որ ոճի անեկդոտ կուզենաք, որ ես հենց հիմա մի հատ պատմեմ այսպես, շատ արագ։ Մեծ ուրախությամբ։ Օրինակ կոնկրետ ում մասին եք ուզում ասեք, մի այդպես ոչ հետաքրքիր, տեսնենք Ջղեր Խաչիկի անեկդոտներ։ Ահա, Ջղեր Խաչիկի անեկդոտներից պատմեմ։ Ջղեր Խաչիկը, ուրեմն դե հասկանալի է, որ Գյումրեցին շատ հայտնի մարդ է մեր Ջղերը։ Հա, տաքսու շոֆեր է, ջան շատ սրամիտ էլի։ Այո, եւ միակ մեր թանգարանում միակ մեր հերոսն է, որին բոլորս էլ տեսել ենք, որովհետև մեր մանկություն տանգո ֆիլմում Ջղեր Խաչիկը խաղում է շատ հայտնի ուսուցիչ դեր, այնտեղ որ ասում է, չէ, այ տղա, ասում է Կուրսկը, ասում է, այ տղա, Կուրսկը չի, Կուրսկն է, Կուրսկը, եւ այսպես այլ երեխաների համար սովորեք Ջղեր Խաչիկից լիքը պատմություն։ Ես պատմեմ մի հատ Մի հատ պատմեք, ինչեր ես։ Բանը երկու հատ կին գնստին տաքսին, ինքն է ռուլին է, չէ։ Սեքեներեք որ մեջքով եմ նստած։ Այո, այդ տաքսի պատմությունները շատ են, մի հատ էլ ես պատմեմ, որ այդպես պատմեցին, ուրեմն ձմեռվա կեսին մի չլբաղ աղջիկ կնստի Ջղեր Խաչիկի տաքսին, Ջղեր Խաչիկը երկար գնայի, տեսնում եք հոնկերի տակից կնայես աղջիկը, ինչ կաշես, կսե հեչ քուր ջան, նայեմ դու տեսնեմ փողս ուր դուց պիտի անես։ Այսպեսին է Ջղեր Խաչիկի անեկդոտը։ Այս հատվածում մեր բառամտերքում օգտագործվող բառերն են, կարող եք արդեն, եթե մի քիչ անգիր անեք մեր
բառերից այստեղ գրված մի օր կարող եք հանգստացել, որ մի քիչ Գյումրեցի եք, օրինակ քոր անտեր շուն թքեց Բեմուրազ։ Այո, հայվանի մեկը ցավը տանին, Քետետ կա։ դիգը դուդեմ, կոմպես, սայլուգս, թաբա, այսպեսին է մեր բառամատեշկը։ Այ առանձնահատուկ նենք սիրելի հյուր, այսօր կուզենամ ձեզ պատմել հբեի անեկդոտը։ Հիշում եք, այս շատ հայտնի անեկդոտ է, բոլորն էլ գիտեն, այսպես եկեք շատ չքաղաքականացնենք այս անեկդոտը, բայց կմահանա Խրուշչովը, գյումրեցիները կհավաքվեն ու նամակ կգրեն Պալյուտ բյուրո։ Ու նամակի մեջ գրված կլինի ընդամենը մի բառ։ Կարող եք գուշակել, թե ինչ բառ է գրված։ Ահա, իսկ նամակի մեջ գրված ընդամենը մի բառ հաբա։ Հաբա։ Այնպես որ սիրելիներս, աղլեցել կյանք, այնպես որ վերջում չասեն հաբա։ Ես կսեմ հայերենի մեջ հետառը չկա, չէ՞, սաղկալի հաբա, հետառը չկա։ Սա էլ դես հատված արդեն նվիրում ենք մեզ բոլոր շուրերին։ Բայց սիրելիներս, ինչպիսին է լինի մեր բարբառը, ընդունեն մեզ թե չընդունեն, սիրեն մեզ թե չսիրեն, գյումրեցի մեր պապեր ավանդել են մեզ կյանքում ապրել միշտ խիղճը մաքուր պահելով, որտեղ էլ ապրի գյումրեցին, ինչ պայմաններում էլ ապրի, ապրում է միշտ հպարտ, գլուխը բարձր և խիղճը մաքուր պահած։ Գիտեք իմ սիրելիներ, որ միշտ էլ գյումրեցիները իրենց հոգուցավը պահում են իրենց մեջ և աշխարհին են նվիրում միայն սեր, ծիծաղ, ուրախություն ու զվարճանք։ Ես էլ այս կարճ հատվածում փորձեցի իմ սերն ու ուրախությունը նվիրել ձեզ, հուսամ ստացվեց սիրելիներս։ Շատ շնորհակալ եք, շատ զգացված եմ։ Եվ վերջում, ահա այստեղ ունենք մի փոքրիկ հատված, սա մեր սայլուգնոսն է, որտեղ այստեղ մարդկանց թողնում ենք, որ իրենք մտնեն ու այո, սայլուգնան, բայց գալուս խնդրեմ, համեցեք։ Արեք, սայլուգներով հավաքվեք արեք։ Զգացեք էր տանը, խնդրեմ համեցեք։ Եվ ինչի համար է մեր սայլուգնոցը։ Էս էլ երևի իրանց բաներն է, գրազներն են։ Սայլուգնոցը սրանք էլ մեր հյուրերի գրառումներն են, ովքեր շատ Շնորհակալական խոսքեր են, լիքը։ Այո, լիքը, ասում է չմեռա, սաղ մնացի օրորդ վարսի։ Տպավորված ենք ընդուներլությունից, ջերմ մթնոլորտից։ Իրարի վերաբերմունքից։ Չմեռա մնացի։ Այո։ Ասում է, անչափ տպավորված եմ, հատկապես Տիկին Վարսենիկով և անհրաժեշտ եմ համարում նշել, երբ կհիասթափվես երբեմնի քո հայ լինելուց, անպայման եկեք Գյումրի և դուք նորից ձեզ որակով հայ զգաք, այսպիսին են եղել մեր հյուրերի տպավորությունները։ Վերջում ինչ կասեմ ձեր սիրելիներս։ Միշտ էլ գիտեք, որ մարդու կյանքում լինում է մի գիշեր, որ դժվարությամբ եք քնում։ Ձեր աչքերին երևում են մղձավանջներ, լույսեր, խենթանում եք սեփական մտքերից, բայց յուրաքանչյուր գիշերվանից հետո էլ բացվում է միշտ մի նոր լուսաբաց։ Ես էլ կցանկանամ իմ սիրելիներ, որ մեր քաղաքի ու երկրի համար բացվի մի նոր վառ լուսաբաց։ Իսկ ձեզ իմ սիրելիներ կցանկանամ, որ սա լինի ձեր կյանքի միակ խելառնոցը, որտեղ որ դուք երբևիցե եղել եք, բարով եք եկել մեր թանգարան եւ շատ զգացված ենք, շատ շնորհակալ եմ, շնորհակալություն։ Հəbə տեսակ